Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ու դրանց հասանելիությունը շարունակում են մնալ Հայաստանի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Ներքին գործերի նախարարությունում ընդգծում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը վաղուց արդեն միայն մեկ երկրի խնդիր չէ։ 2026 թվականի 5 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված ընդհանուր առմամբ 1313 հանցագործության դեպք, որոնցից 1269 հանցագործության դեպքը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1325-ի դիմաց։ Նշեմ, որ աճել է այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, կազմելով 52.7%, նախորդ տարվա 50.9-ի դիմաց։ Ըստ պաշտոնական տվյալների արձանագրվել է թմրամիջոցների իրացման 757 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 802 դեպքի փոխարեն։ Ընթացիկ ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 38 դեպք։ Զգալիորեն աճել են նաև մաքսանենգության այն դեպքերի թիվը, որոնց շրջանակում հավաքված ապացույցները բավարար են եղել քրեական հետապնդում իրականացնելու համար։ Ընդհանուր առմամբ 5 ամիսների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 518 անձի նկատմամբ կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ։ Ըստ ոստիկանության օպերատիվ տվյալների, ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 243 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ոստիկանությունից հայտնում են, որ առգրավել է Հայաստանում տարածում գտած սինթետիկ թմրամիջոց համարվող 18 կիլոգրամ մեթամֆետամին։ Սակայն խնդիրը միայն հանցագործությունների բացահայտմամբ չէ, որ սահմանափակվում է, աճում է նաև բուժման կարիք ունեցող քաղաքացիների թիվը։ Վերջին 5 տարիների ընթացքում հաշվառվածների թիվը աճել է 6.3%-ով, ցավոք սրտի դրանց մեջ աճում է կանանց թիվը մոտ 8%-ով, եւ անչափահասներ ունենք մենք հաշվառված, թիվը իհարկե չի աճում, բայց ամեն տարի մենք ունենում ենք 6, այսպես ամեն տարվա կտրվածքով կարող եմ ասել 6, 9, 7, 8 եւ ելի 6 անչափահասներ հաշվառված։ Պետական կառույցները խոսում են բացահայտումների արդյունավետության բարձրացման մասին, սակայն փաստաբանները մնում են այն համոզմանը, որ միայն վիճակագրական բարելավումները ամենևին էլ չեն նշանակում, թե խնդիրը վերահսկելի է դարձել։ Նրանց դիտարկմամբ հանցագործությունները վկայում են, որ գործող քաղաքականությունը այնքան էլ արդյունավետ չէ։ Նրանց խոսքով իրավապահ համակարգը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի կազմակերպված ցանցերի ու մատակարարման հիմնական աղբյուրների հայտնաբերմանը։ Բավարար չի ոչ էլ միջոցները, ոչ էլ ուղղությամբ ցուցաբերվող քաղաքական կամքը։ Պարզ է, որ այս աճման միտումները ցավոք սրտի տարեստարի շարունակվում են, ինչը վկայում է այն մասին, որ ներկայացված թվերը իբրև ձեռք բերում արդյունք չեն տալիս։ Այն օղակները, որոնք ուղղակի զբաղված են սպառելով կամ ձեռք բերելով, բնականաբար դրանք բուրգի փոքր մասերն են, եւ դրանց հարվածելով օգտակար գործողության գործակիցը իրավապահ համակարգի շատ չնչին է։ Մասնագետները ընդգծում են, հանցավորության դեմ պայքարում վճռորոշը ոչ թե պատժի խստությունն է, այլ պատասխանատվության անխուսափելիությունը։ Իսկ մինչ այդ մասնագետները հիշեցնում են, որ թմրամիջոցների դեմ պայքարը շարունակում է պահանջել միաժամանակ իրավապահ, առողջապահական եւ կանխարգելիչ համալիր քաղաքականություն։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։